Մենք մշտապես ուսումնասիրում ենք աշխատաշուկան եւ ահա 5 խորհուրդ, թե ինչպես գտնես առաջին աշխատանքը ՏՏ ոլորտում։ Սովորիր customize անել CV-դ, այսինքն համապատասխանեցնել տվյալ հաստիքի պայմաններին։ Դրա համար կարդա հաստիկը, իսկ հետո կարդա CV-դ այն մարդու աչքերով, ով քեզ փորձում է աշխատանքի վերցնել։ Արդյոք քո CV-ն համապատասխանում է իրենց պահանջներին։ Հա ու AI-ը քեզ օգնական է։ Ուսումնասիրիր աշխատաշուկան ու ձևավորիր քո նախասիրությունները։ Ինչ հաստիկներ են քեզ հետաքրքիր, ինչ ուղղությամբ ես ուզում զարգանալ հետագայում քո կարիերայում ու ինչ ընկերություններ են քեզ հետաքրքրում։ Նեթվորքինգի մասին երևի շատ ես լսել։ Շփվիր այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են այն ընկերություններում ու այն ուղղություններում, որոնք որ քեզ հետաքրքրում են։ Հիմա երբ արդեն ունես քո նախասիրությունները, գիտես ում հետ շփվել։ Նաև հանգիստ ասա մարդկանց, որ դու փնտրում ես քո առաջին աշխատանքը։ Այդտեղ ոչինչ չկա, բայց հենց internship-ի հնարավորություն լինի, մարդիկ քեզ կհիշեն։ Նեթվորքինգի մասին կարելի է խոսել անդադար։ Մի օր վիդեո կնկարեմ, որ իմանաս ինչպես ճիշտ ձեռք բերել ծանոթություններ եւ պահպանել դրանք։ Եթե չունես աշխատանքի փորձ տվյալ ոլորտում ու չգիտես CV-ում ինչ գրես, գրիր քո հմտությունների մասին։ Նախ ներառիր ամեն ինչ ունես, ինչ պրոյեկտերի վրա ես աշխատել, որտեղ ես սովորել, պայման ամեն տեղ նշիր, թե ինչ հմտություններ ես ձեռք բերել, որպեսզի ապագա գործատուն տեսնի, թե ինչի ես դու ընդունակ։ Ամենակարևորը մի հուսահատվիր։ Հիշիր, որ քեզ կարող են 1000 անգամ մերժել, բայց դա քո ուղու ընդամենը մի մասն է։ Իսկ եթե չգիտես ինչից սկսել, այցելիր jobs.ita.am/internships։ Այնտեղ բոլոր internship-ներն են, որոնք կան Հայաստանում, որոնց կարող ես դիմել միանգամից մեր կայքից։ Հաջողություն։